Անցած քարոզին Կորինթացիներին նամակի 12-րդ գլուխ 14-ից 19 համարներում տեսանք, որ Տերը իր Սուրբ Հոգով մկրտեց տարբեր անդամների մեկ մարմին դարձնելու համար, իր մարմինը կառուցելու համար։ Եվ տեսանք, որ եկեղեցու ամենակարևոր որակը դա միասնությունն է, որը բնորոշ է առողջ եկեղեցուն, բայց միասնությունը առանց տարբեր պարգևների տեսանք, որ անհնար է։ Այսօր պետք է ուսումնասիրենք 12-րդ գլուխ 20-ից մինչև 27 համարները, եկեք նախ կարդանք, կարդամ, բայց հիմա անդամները շատ են, իսկ մարմինը մեկ։ Աչքը չի կարող ձեռքին ասել ինձ պետք չես, կամ էլ գլուխն ասի ոտքերին, թե ինձ պետք չես։ Ոչ էլ հատկապես մարմնի այն անդամները, որոնք տկար են թվում, ավելի հարկավոր են, եւ մարմնի այն անդամները, որ անպատիվ ենք համարում, նրանց ավելի պատիվ ենք տալիս, եւ մեր վայելուչ անդամներն ավելի վայելչություն ունեն, քանի որ մեր վայելուչ անդամները որևէ բանի կարիք չունեն, բայց Աստված մարմինը բարեխառնեց անպատիվներին ավելի պատիվ տալով, որպեսզի մարմնի մեջ տարաձայնություն չլինի, այլ անդամները նույն հոգածություն ունենան միմյանց նկատմամբ։ Եվ եթե մեկ անդամը նեղություն է կրում, բոլոր անդամները նրա հետ նեղություն են կրում, կամ եթե մեկ անդամը փառավորում է, բոլոր անդամները նրա հետ ուրախանում են։ Այժմ դուք Քրիստոսի մարմինն եք եւ մասնավորապես նրա անդամները։ Ամեն։ Տեքստը վերնագրել եմ այսպես. Տիրոջ մարմնի գեղեցիկ կառուցվածքը։ Բաժինները հետևյալն են, 20-23 համարից մենք տեսնում ենք մարմնի փոխկապակցվածությունը միմյանց հետ, անկախ պարգևներից եւ կոչումից։ 24-ից 27 համարներում տեսնում ենք հավատացյալի միջև ճիշտ հարաբերությունները։ Եվ մարմնի կառուցվածքի 5 պարզ օրինակով բացատրում է յուրաքանչյուր անդամի կարևորությունը։ Առաջինը տեսնում ենք, որ ամենակարևոր օրգանները տկարներին իրավունք չունեն ասելու, թե ինձ պետք չես, 21 համարում։ Երկրորդ տկար անդամները ավելի կարևոր են 22-րդ համարում, որը կխոսենք։ Անպատիվ անդամներին ավելի պատիվ ենք տալիս 23 համարում, անվայելուչ անդամները ավելի վայելուչ են մեզ համար 23 համարում եւ 24-ից 27 համարներում բացատրում է տկար, թույլ, ուժեղ, կարևոր անդամների միասնության կարևորությունը։ Եվ գլխավոր միտքը հետևյալն է. Քրիստոսը իր եկեղեցին կառուցել է ճիշտ մեր մարմնի պես, որ ուժեղ անդամները հոգ տանեն տկարներին, իսկ տկարները չհրաժարվեն ուժեղ անդամների օգնությունից։ Պողոսը շարունակում է միասնության թեման, ընդգծելով քրիստոնյաների փոխկապակցվածությունը թե միմյանց, թե յուրաքանչյուրի պարգևներից եւ կոչումից։ Տեսեք, ծայրահեղ անհատականությունը վաղուց համարվել է աշխարհին բնորոշ գիծ։ Անհատականությունը գրավիչ է։ Մարդը երբ որ անհատ է գործում, գրավիչ է, քանի որ աշխարհիկ մարդը հակված է ոչ միայն իր գործն անելու, այլև մենակ անելու, մենակ վայելելու բարիքները, եկամուտը, կամ առնվազն այնպես անել, որ ստիպված չլինի հույսը դնել ուրիշի վրա կամ հնազանդվել որևէ մեկին։ Սա իր ցանկություն է, սա իր ներքին ցանկության մասին ենք, խոսում։ Ծննդոց 4 գլուխ 9 համարում Տերն ասաց Կայենին. «Ուր է քո եղբայր Աբելը»։ Նա պատասխանեց. «Չգիտեմ, միթե ես եղբորս պահապանն եմ»։ Այդ ժամանակվանից ի վեր, երբ Կայենը հրաժարվեց իր եղբոր պատասխանատվությունից, մարդը արհամարանքով է նայել մյուս մարդկանց համար պատասխանատվություն կրելու գաղափարին։
Այն փիլիսոփայությունը, որը մենք ըստ էության ինքնաբավ ենք եւ ոչ մեկի կարիքը չունենք, սատանայական փիլիսոփայություն է, որը հակասում է Աստծո ծրագրին եւ մարդկության համար նրա կամքին։ Հայտնի բանաստեղծություն կա, չգիտեմ ով է տեղյակ, անհաղթը վերնագրով, եւ դրա հայտնի տողերն են. ես իմ ճակատագրի տերը, ես եմ իմ հոգու կապիտանը։ Այս տողերը արտացոլում են ընկած մարդու սիրտը, նրա ցանկությունը լինել իր սեփական Աստվածը։ Այո, մարդը այսպիսի ցանկություն ունի եւ ինքը ոչ գիտակցաբար, միգուցե շատերին հարց տանք, ասեն չէ, ես այդ ձևի բան չեմ մտածում, բայց իրականում իր որոշումները դրան են տանում։ Նույնիսկ որպես քրիստոնյաներ մենք երբեմն զոհ ենք դառնում այն մտքին, որ քանի որ մենք կատարյալ ենք Քրիստոսում եւ քանի որ նա մեր բավարարվածությունն է, մեզ ուրիշ ոչ ոք պետք չէ, նվիրված քրիստոնեական կյանքով ապրելու համար։ Հաճախ կլսեք արտահայտություն, երբ ասում են ինչ պարտադիր է գնալ եկեղեցի, ես իմ տան մեջ Աստծուն կպաշտեմ։ Սա կեղծ բարեպաշտության շուրթեր են եւ անգիտակից մտքի արտահայտում։ Սակայն այս գաղափարը լիովին հակասում է Սուրբ Գրքին։ Կարևոր սահմանում Աստված մեզ ստեղծել եւ փրկագնել է ոչ միայն իր համար, այլև միմյանց համար։ Տերը այսպես աղոթեց Հովհաննես ավետարանում, Հովհաննես 17-րդ գլխում, կարդամ 20-21 համարը։ Սակայն ոչ թե միայն սրանց համար եմ աղոթում, այլ նաև նրանց համար, ովքեր պիտի հավատան ինձ սրանց խոսքի միջոցով, որպեսզի ամենքը մեկ լինեն, ինչպես դու Հայր իմ մեջ ես եւ ես քո մեջ, որ նրանք նույնպես մեկ լինեն մեր մեջ, որ աշխարհը հավատա, թե դու ինձ ուղարկեցիր, որ նրանք մեկ լինեն։ Իդեպ այս արտահայտությունը 4 անգամ է կրկնում այս հատվածում։ Ջոն Մակարտուրը մի առիթով ասաց. մենք երբեք չենք լսի Աստծո կամ ավետարանի մասին, եթե չլիներ մեկը, ով մեզ Քրիստոսի մոտ տարավ կամ մեզ գրականություն տրամադրեց կարդալու համար։ Մենք չենք կարող աճել հավատքի եւ հնազանդության մեջ առանց ուսուցիչների եւ քրիստոնյա ընկերների, ովքեր օգնում եւ առաջնորդում էին մեզ։ Եվ մենք չենք կարող մեր ծառայությունը անել, ինչ էլ որ այն լիներ, կատարել անկախ ամեն ինչից, չենք կարող անել։ Եվ ես ինքս տարիների ընթացքում միշտ պարտական եմ եղել Դավիթ եղբորը, այն ակադեմիային, որտեղ սովորում եմ, այն ուսուցիչներին, որոնց միշտ մինչև օրս հարցեր եմ տալիս, խորհուրդներ եմ հարցնում։ Շնորհակալ եմ այն եղբայրներին, աստվածաբաններին, որոնք գրել են բազմաթիվ լավ հոգևոր գրքեր եւ այս բոլորը հոգևորապես հարստացրել են իմ կյանքը եւ ամրապնդել են իմ ծառայությունը։ Այսպիսով իմ հոգևոր զարգացմանը նպաստեց մի ակադեմիա, որտեղ որ ես երբեք չէի հաճախել եւ մարդիկ, որոնց երբեք չէի հանդիպել կամ ճանաչել, բայց այսօր այդ բոլորը իմ թանկ եւ սիրելի եղբայրներն են։ Մեկս տկար, մյուսս ամուր, բայց միասին մենք ուժեղ ենք։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը նույնպես կարող էր լինել իսկապես անկախ մարդ, քանի որ նա Աստծո մարմնացած որդին էր եւ ուրիշ մարդկանց կարիքը չուներ, այն իմաստով, ինչպես մենք միմյանց կարիքը չունենք։ Նա կարող էր գործել բացարձակապես մենակ, բայց իր ծառայության 3.5 տարիների ընթացքում հավաքեց եւ ծառայեց 12 աշակերտների հետ։ Պողոսը նույնպես միշտ ճանապարհորդում եւ աշխատում էր թիմով, այլ հավատացյալների հետ, որոնց հետ նա բարեկամություն եւ ծառայություն էր կիսում։ Նա հազարավոր կիլոմետրեր քայլեց Բարնաբասի, Շիղայի, Մարկոսի, Ղուկասի, Տիմոթեոսի եւ այլ ուրիշների հետ։
Ավետարանը քարոզելիս Պողոսը իսկապես չէր զիջում ոչ մի առաքյալի։ Երբ Պողոսը տեղի տալով հրեականության այս կողմնակիցների աղաչանքներին, սկսեց պահանջել, որ Պետրոսը, կներեք, սկսեց պահանջել, որ հեթանոս դարձի եկածները թլփատվեն, բայց Պողոսը հրապարակավ հանդիմանեց նրան, Գաղատացիների 2:14-ում։ Այս իմաստով անհրաժեշտության դեպքում Պողոսը կարող էր մենակ մնալ։ Նա ուներ բոլոր գիտելիքները, կարելի ասել, ծառայություն կատարելու համար։ Սակայն նա անընդհատ սովորում էր մյուս հավատացյալների օրինակից եւ մխիթարություն էր ստանում նրանցից։ Օրինակ, նա հռում էր գնում ոչ միայն քարոզելու, այլև այնտեղ միմյանցից օգուտ քաղելու համար։ Հռոմեացիների առաջի գլուխ 11-12 համարները կարդամ։ Որովհետև շատ եմ ցանկանում ձեզ տեսնել, որպեսզի կարողանամ մի հոգևոր շնորհ փոխանցել ձեզ ձեր ամրապնդման համար, այսինքն ձեզ հետ մխիթարվեմ իմ եւ ձեր ընդհանուր հավատի միջոցով։ Այսինքն նա ուզում էր նաեւ նրանց հետ, նրանց միջոցով նաեւ ուզում էր մխիթարվել։ Ուրեմն անկախ անհատապաշտը նման բան չէր գրի։ Սրանք այն մարդու խոսքերն են, ով հստակ եւ համեստորեն գիտակցում է, որ իրեն ոչ միայն Աստված է պետք, այլև քրիստոնյա ընկերներ։ Ջոն Ուելսի այսպիսի մի աստվածաբան կար, գրում է այսպես, որ միայնակ քրիստոնեություն գոյություն չունի։ Այս գլխում Պողոսը քննարկում է երկու հիմնական պատճառ, թե ինչու որոշ քրիստոնյաներ երբեք չեն մասնակցում ծառայությանը։ Ոմանք կարծում են, որ նրանք պարզապես զուրկ են որևէ արժեքավոր պարգևից կամ կարողությունից։ Ուստի նստում են եւ ասում, թող ուրիշները կատարեն ծառայությունը։ Սրանք այն հավատացյալներն են, որոնց մասին խոսվում է 12-րդ գլուխ 15-ից 17 համարներում։ Մյուսները կարծում էին, որ իրենք այնքան շնորհալի են, որ իրենց ծառայությունը կատարելու համար ուրիշների օգնության կարիքը չունեն։ Տունը մենակ նստած էլ կծառայեն Տիրոջը։ Իսկ սրանք այն հավատացյալներն են, որոնք նկարագրված են 21-րդ համարում, որ ասում է աչքը չի կարող ձեռքին ասել ինձ պետք չես կամ էլ ուրիշին, գլուխը ոտքերին։ Նույն բանը կատարվում է աշխարհում, երբ հարց ես տալիս. ինչու չես գնում եկեղեցի պաշտամունքներին։ Ասում են հպարտները, այսպիսի արտահայտություն են անում, ինչ պարտադիր է գնամ, ես իմ տան մեջ կպաշտեմ Աստծուն։ Իսկ տկարները ասում են, դե բան չեմ հասկանում կամ ինչ կարամ ընդեղ անեմ։ Եվ այդպես էլ չեն հասկանում ոչ մեկը, ոչ էլ մյուսը։ Դե եթե զորավոր մեկն ես, գնա տկարներին զորացրու։ Իսկ եթե թույլ ես, ուրեմն գնա եւ զորավորներից խորհուրդ հարցրու, օգնություն խնդրի։ Կարևոր նույնպես սահմանում կուզեմ տամ, որ ոչ ենթադրյալ ստորադասության վրա հիմնված անհատապաշտությունը, ոչ էլ հպարտ անկախության վրա հիմնված անհատապաշտությունը աստվածաշնչյան չեն եւ չեն կարող հաճեցնել Աստծուն, ոչ մեկը, ոչ էլ մյուսը։ 20 համարում տեսնում ենք մարմնի մեկ անդամը, ասում է առանձին մարմին չէ։ Մարմինը բաղկացած է բազմաթիվ անդամներից եւ այդ բազմաթիվ անդամների միջև պետք է տարբերություն լինի դիրքի, ձևի, նպատակի եւ այլ բաների մեջ։ Այդպես է նաեւ Քրիստոսի մարմնում։ Դրա անդամները պետք է ունենան տարբեր գործառույթներ եւ հետեւաբար տարբեր կարողություններ եւ տարբեր պաշտոններ, ոմանք պետք է ունենան մեկ պարգև, մյուսները մեկ այլ պարգև։ Մարմնի անդամների բազմազանությունը նրան գեղեցկություն է հաղորդում։ Ինչ սարսափելի կլիներ, չէ, որ այն ամբողջությամբ բաղկացած լիներ օրինակ ականջից, կամ աչքից, կամ ձեռքից, հրեշի կնմանվեր, ճիշտ է։
Աստծո իմաստությունը հստակ երևում է մարմնի անդամների գեղեցիկ դասավորության մեջ, բայց այն իրականացվել է նրա կամքի համաձայն, նա բազմանդամներից այնպես դասավորեց դրանք, ինչպես որ իր կամքն է, նույնը նաև Քրիստոսի մարմնի անդամների հետ, նրանք դրվում են այնպիսի դիրքում և օժտված են այնպիսի պարգևներով, ինչպիսին է, այսինքն ինչպես որ Աստված կհաճանար դրանցից, ինչ հիմքեր ունենք մենք մեզանից դժգոհելու կամ ուրիշներին նախանձելու համար, ոչ մի հիմք չունենք, մենք պետք է մեր պարտականությունը կատարենք մեր տեղում և չտրտնջանք մեր ներսում չվիճենք ուրիշների հետ, որովհետև մենք նրանց տեղում չենք։ 21-ից 27 համարներում տեսնում ենք հավատացյալների միջև այս ճիշտ հարաբերությունները։ Մինչդեռ առաջին տեսակի անհատապաշտ ասում է. նրանք ինձ պետք չեն։ Երկրորդ տեսակի անհատապաշտ ասում է. ես նրանց կարիքը չունեմ։ Այս վերաբերմունքը նույնպես սխալ է աշխարհում, չէ՞ որ Աստված իր ողջ արարչագործությունը և հատկապես մարդկությունը ստեղծել է իր պատկերով, որպեսզի նրանք փոխկապակցված լինեն միմյանց հետ։ Բայց շատ ավելի վատ է, երբ նման դիրք է զբաղեցնում մի եկեղեցի, որի անդամները ունեն մեկ Փրկիչ և մեկ Տեր և մեկ հոգևոր մարմին։ Եվ հավատացյալը, ում Պողոսը համեմատում է աչքի հետ, իրավունք չուներ ասելու նրան, ում Պողոսը համեմատում է ձեռքի հետ. ես կարիքը չունեմ, կամ նաև գլուխը ոտքերին, բայց Կորինթոսի ժողովում նման վերաբերմունքը շատ տարածված էր։ Այս եկեղեցու որոշ ականավոր և շնորհալի անդամներ իրենց պահում են այնպես, կարծես ինքնաբավ լինեին և կարողանային իրենց ծառայությունն ու քրիստոնեական առօրյա կյանքը կատարել բացառապես ինքնուրույն կամ մի քանի ընտրյալ ընկերների հետ։ Նրանք գերագնահատում էին իրենց և թերագնահատում էին մյուս հավատացյալների կարևորությունը։ Հակառակ Հռոմեացիների 14-րդ գլխի 1 համարի և 15-րդ գլուխ 7 համարում, որը կկարդամ, նշված սկզբունքներին, այն մարդիկ արհամարհում էին նրանց, ովքեր թվում են թույլ և պակաս նշանակալից։ Հռոմեացիներում այսպես է գրում Պողոս առաքյալը 14-րդ գլուխ 1 համարում. Հավատի մեջ տկար եղողին ընդունեցեք առանց տարակուսելի վեճերի։ Եվ 15-րդ գլուխ 7 համարը. ուստի միմյանց ընդունեցեք, ինչպես Քրիստոսն էլ մեզ ընդունեց Աստծո փառքի համար։ Ընդհակառակը, շարունակում է Պողոսը, մարմնի այն անդամները, որոնք ավելի թույլ են թվում, շատ ավելի անհրաժեշտ են, ասում է, անկախ նրանից, թե որքան կարևոր են մարդու մարմնի մեջ որոշ ականավոր անդամներ, հնարավոր է ապրել առանց դրանց։ Դրանք կարևոր են, բայց բացարձակապես անհրաժեշտ չեն կյանքը պահպանելու համար։ Օրինակ, դուք կարող եք կորցնել աչք կամ ձեռք կամ ոտք, բայց ապրել, ճիշտ է։ Բայց երբ կորցնում եք ձեր սիրտը, լյարդը կամ ուղեղը, կորցնում եք ձեր կյանքը։ Այս օրգանները տարբերվում են մյուսներից նրանով, որ ներքին են, բայց նաև կենսականորեն չափազանց կարևոր։ Դուք կարող եք նկատել ձեր թոքերի աշխատանքը շնչառությամբ, իսկ սրտի աշխատանքը զարկերակով, բայց այս օրգանների աշխատանքը չի երևում, որքան մեր ձեռքերով և ոտքերով կատարած աշխատանքը։ Այս պակաս տեսանելի մասերը, ներքին օրգանները, որոնք ավելի թույլ են թվում, քան մարմնի մնացած մասերը, վերջույթներն և այլ անդամներ, իրականում շատ ավելի կարևոր են, շատ ավելի անհրաժեշտ են կյանքի համար։ Այս պատճառով նրանք ավելի լավ են պաշտպանված
թաքնված, հա, մեր ներսում, որովհետև նրանք ավելի կարևոր են կյանքի համար եւ ավելի վտանգավոր են, ուստի ավելի լավ են հենց պաշտպանված։ Դուք կարող եք ապրել առանց ոտքերի, բայց ոչ առանց թոքերի սրտի, բայց առանց սրտի ցույց է տալիս, որ անհնար է ապրել։ Նույնպես են եկեղեցում կան որոշակի ծառայություններ, որոնք ամենակարևորներից են նրանց կյանքի համար, բայց չեն երևում, աչքի չեն ընկնում, այսպես ասած։ Հաճախ եկեղեցում հոգևոր ուժի ամենահուսալի եւ արդյունավետ ուղիները մի քանի նվիրված սրբերի հավատարիմ աղոթքներին ու ծառայությունն են, նույնիսկ նրանց, ովքեր որևէ պաշտոնական պաշտոն չեն զբաղեցնում։ Այսօր գիտեք, շատ մարդիկ կան, օրինակ, իրոք աչքի չեն ընկնում, բայց իրենց աղոթքները, սա պատասխանատու, սա գիտեք, որ աղոթքների մասին է, ոչ թե ուղղակի պարզապես աղոթքիդ մեջ ինչ որ հիշես, հա, քո եկեղեցուն կամ քո հովի ծառայությունը, այլ կոնկրետ պատասխանատվություն է վեկալել իր եկեղեցու համար աղոթքով ծառայության։ Նրանք, ովքեր ծառայում են ավելի քիչ տեսանելի դերերում, նրանց սխալ էին հասկանում եւ թերագնահատում էին։ Սակայն մյուս հավատացյալները պետք է պաշտպանեն նրանց, ինչպես մարմինը պաշտպանում է իր կենսական օրգանները։ Շարունակելով համեմատությունը 21-ից 27 համարներում Պողոսը հիշեցնում է մեզ, որ մարմնի այն անդամները, որոնք մեզ թվում են պակաս պատվավոր, մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում եւ մեր անպաշտպան անդամները ավելի գեղեցիկ են ծածկված։ Անպատիվ ենք համարում ասելով, նա հավանաբար նկատի ունի մարմնի այն մասերը, որոնք հատկապես գրավիչ չեն։ Ամենայն հավանականությամբ նա նկատի ունի ամբողջությամբ այն մասը, որը մենք ծածկում ենք հագուստով։ Սա ուրեմն պերիթհեմե բայն է, որը փոխանցում է մեզ ամբողջ մարմնի ծածկելը։ Մենք ավելի շատ ժամանակ, տեսեք, եւ գումար ենք ծախսում մարմնի այս անդամների հագուստի վրա, քան մյուսների, չէ՞, ինչպիսինք են դեմքը եւ ձեռքը, ավելի շատ ենք, չէ՞, ծախսում։ Այսինքն մենք ավելի շատ ենք հոգ տանում դրանց մասին։ Իսկ վայելուչ անդամները, որը նկարագրում է ասխեմեոն բառն է, նշանակում է ամոթալի, անպարկեշտ, անցուցադրական անդամները, որը վերաբերվում է մարմնի այն մասերին, որոնք համարվում են ինտիմ եւ որոնք պետք է ծածկվեն։ Պատմության ընթացքում գրեթե բոլոր հասարակություններում, բացառապես որոշ նախնադարյան ցեղերի, հա, մարմնի այս անդամների վերաբերյալ համեստությամբ են, հա, միշտ համեստությամբ են մոտեցել։ Այն փաստը, որ այսօր շատ մարդիկ մի կողմ են դնում այս բնական համեստությունը եւ ցուցադրում են իրենց մարմնի այն մասերը, հա, որոնք ավանդաբար համարվում են անպարկեշտ, շատ բան է խոսում ժամանակակից մարդու ապականվածության աստիճանի մասին։ Բայց 23 համարում Պողոսի ասածը այսպես պետք է հասկանալ. ոչ մի մարմնի այս մասը, ոչ թե մարմնի այս մասերն են ամոթալի եւ անպատիվ, այլ դրանց ցուցադրելը։ Եվ երբ դրանք թաքցնում են, ավելի գրավիչ են դառնում։ Հասկանում եք, չէ՞։ Կներեք, հա, փոքր օրինակ բերեմ, երբ որ օրինակի համար կինը, երբ որ ինչ որ կարճ զգեստ է հագնում կամ ինչ որ մեջքը բաց, բայց ընդհանուր այդ ամոթալի տեղերը, որը որ չի երևում, ավելի գրավիչ է դարձնում։ Նույն փոխհարաբերության մեջ մենք պետք է հասկանանք, որ այն անդամները, որոնք աչքի չեն ընկնում իրենց պարգևներով, ավելի կարևոր դեր են խաղում եւ ավելի պետք են եկեղեցու համար։ Միայն արժե համակարգը աղավաղված մարդը կարող է արհամարել նման քրիստոնյաներին, ովքեր չունեն ակնհայտ շնորհներ, որը որ տենց միանգամից աչքի չի ընկնում, եւ փառք փնտրել իրենց համար։
Այս վերաբերմունքը հակասում է մարմնի բնորոշ խնամքի սկզբունքներին։ Երբ մարմնի անդամները, որոնք ունեն ավելի մեծ արտաքին գեղեցկություն և ավելի մեծ ֆունկցիոնալ կարողություն, նվիրվում են այն մասերի բարեկեցությանը, որոնք այդքան էլ լավ չեն հարմարեցված, բայց անհրաժեշտ են գոյատևման համար։ Դա շատ ավելի համապատասխանում է ինքնապահպանման սկզբունքին։ Ցանկացած խելամիտ մարդ ավելի շատ հոգ է տանում իր սրտի, քան մազերի համար, ճիշտ է։ Աչքի ընկնող քրիստոնյաները չպետք է անտեսեն նրանց, ում շնորհները պակաս տեսանելի են։ Ընդհակառակը, նրանք պետք է որքան հնարավոր է շատ իրենց գնահատականը հայտնեն այդ անհատներին և անհրաժեշտության դեպքում պաշտպանեն նրանց։ Սա կոչ է արվում բացառապես շնորհներ ունեցողներին։ Եկեք կարդանք առաջի Թեսաղոնիկեցիների 5-րդ գլուխ 14 համարը։ Պողոս այսպես է գրում. «Խնդրում եմ ձեզ, եղբայրներ, զգուշացրեք անկարգներին, հուսադրեցեք երկչոտներին, օգնեցեք թույլերին ու բոլորի հանդեպ համբերատար եղեք»։ Ավելի տեսանելի և գրավիչ պարգևներ ունեցող հավատացյալներն այն գեղեցիկ անդամներն են, ովքեր աջակցության և պաշտպանության կարիք չունեն։ Այսինքն կարող են լինել սարկավարտներ, այլ ծառայություններ, կառավարողներ և այլ, չէ՞։ Նրանք պետք է ավելի մեծ հոգատարություն ցուցաբերեն նրանց նկատմամբ, ովքեր պակաս հաջողություն ունեն արտահայտիչ պարգևների մեջ։ Տեսեք, ես կարծում եմ, որ քրիստոնյաներին սպասվում է ամենահետաքրքիր փորձառություններից մեկը, երբ Տերը նստի իր դատաստանի աթոռին, այդ բեմի առջև, վարձք բաշխելու համար։ Այդ ժամանակ յուրաքանչյուր հավատացյալ, ինչպես ասում է 2 Կորնթացիների 5:10, կստանա այն, ինչ արել է մարմնով, ըստ իր արածի, թե լավ, թե վատ։ Այդ ժամանակ երկնքում կլինի մի ցնցում, և մեզանից շատերը դա կզգան, երբ գաղտնիքները բացահայտվեն։ Առաջի Կորնթացիների 4 գլուխ 5 համարում, ասում է Տերը ի լույս կհանի այն թաքնվածը, որը որ խավարում է, և հայտնի կդարձնի բոլորի սրտերի խորհուրդները, կբացահայտվի կեղծ հոգևորները, գլուխ գովանները, իրենց հավատացյալի տեղ դրած աթեիստները, շահի համար հավատացյալ դարձածները, փողի ու փառքի համար քարոզիչները, տկարներին արհամարհող բարձրաստիճան հոգևորականները, սևազգեստ քեռակին սիրողները և այլն։ Հիսուսն ասաց, որ նրանք, ովքեր ձգտում են առաջինը լինել այս կյանքում, հաջորդ կյանքում վերջինը կլինեն, Մատթեոս ավետարան 19:30-ում, և որ հոգևոր մեծությունը որոշվում է ծառայության ոգով, այլ ոչ թե բարձր դիրքերով կամ ակնառու աստիճաններով, Մատթեոս 20-րդ գլուխ 27 համարը, և ձեզանից ով կցանկանա առաջինը լիներ, ձեր ծառան պետք է լինի։ Այս հատվածում Պողոսը իր խոսքերը հստակեցնում է, որ մենք երկնային պարգևներ կստանանք ոչ միայն մեր սեփական պարգևների կամ ծառայության հանդեպ մեր վերաբերմունքի հիման վրա, այլ մյուս հավատացյալների պարգևների և ծառայության հանդեպ մեր վերաբերմունքի հիման վրա։ Ինչ վերաբերմունք ենք ցույց տվել մյուսի ծառայության նկատմամբ։ Եթե այս մեկը, օրինակ, չի աշկին գնում իր պարգևով, այլ իր տունը կան ծառայություններ, չէ՞, տարբեր, մենք դրանց մասին շատ ուշ կխոսանք, աղոթքի կյանք ունի, չի երևում, բայց այս մարդը գիշեր-ցերեկ աղոթք է անում իր եկեղեցու, ժողովրդի համար, մարդկանց դարձի գալու համար, այս վերաբերմունքը, ինչպես ենք վերաբերվում դրանց մասին, թե պարտադիր ուզում ենք, որ մեկը երգի, մեկը քարոզի, չէ, սրա մասին չի խոսքը։ Ուրեմն փոխադարձ աջակցությունն ու խրախուսանքը անհրաժեշտ են, թե ինքնավստահությունից, թե անվստահությունից խուսափելու համար։ Անհրաժեշտ է նաև խուսափել մարմնի ներսում պառակտումներից։ Այս 2 Կորնթացիների 5-րդ գլուխ 7-րդ համարը, որը մենք դեռ չենք խոսել, ասում է. «Եվ ըստ Աստծու, ով ինքն է
Մեր աչքերում, ինչպես նաև Աստծո աչքերում, յուրաքանչյուր հավատացյալ եւ յուրաքանչյուր ծառայություն պետք է ունենա բարձրագույն կարևորությունը։ Եկեք կարդանք Փիլիպեցի նամակից 2-րդ գլուխը 1-4 համարները։ Ուստի եթե Քրիստոսով որևէ մխիթարություն կա, սիրո սփոփանք, հոգու հաղորդություն, գթասրտություն եւ ողորմություն, ապա իմ ուրախությունը կատարյալ դարձրեք, միաբան լինելով, նույն սերն ունենալով, մեկ հոգով ու մեկ մտքով։ Թող ոչ մի բան հակառակությամբ կամ սնափառությամբ չարվի, այլ խոնարհությամբ ամեն մեկը մյուսին իրենից ավելի լավը համարի։ Ձեզանից յուրաքանչյուրը միայն իր շահը չփնտրի, այլ նույնպես ուրիշներին է։ Մենք պետք է, գիտեք ոնց այստեղ ինչ է ասում, մանկապարտեզի ուսուցչի նման հոգ տանել իմանանք։ 26 համարում խոսում է Աստծո կողմից իր զավակների համար նախատեսված հնազանդ սիրող համայնքում, եթե մեկ անդամ տառապում է, բոլոր անդամները տառապում են, ասում է նրա հետ։ Եթե մեկ անդամը պատվի է արժանանում, բոլոր անդամները ուրախանում են նրա հետ։ Մենք այս օրինակը շատ ենք բերել, չէ՞, եթե ատամը ցավում է, ինչ է անում, քո ամբողջ մարմինը ցավի մեջ է, չէ՞, ինչպես է, չէ, ուղեղդ մտածում, ոտքերդ վազում հիվանդանոց եւ այլ, այս սրա մասին է խոսում։ Միայն փոխադարձ սերն ու հոգատարությունը կարող են կանխել բաժանումները կամ բուժել դրանք եւ պահպանել եկեղեցու այս միասնությունը։ Այդպիսի եկեղեցում վիրավորվածները մխիթարություն են գտնում, իսկ օրհնյալները մեկին, որի հետ կարող են կիսվել իրենց ուրախությունը։ Այսպիսի եկեղեցում չկա միմյանց նկատմամբ արհամարանք, չկա մրցակցություն, չկա բաժանություն, չկա նախանձ ու ծաղր, չկա թերարժեքություն ու գերազանցության զգացում, այլ միայն սեր կա։ Կորինթացիներում ինչպես է ասում, մենք դրա մասին 1-2 քարոց հետո կանրադառնանք։ Կորինթացիների 13-րդ գլուխ 4-ից 6 համարներում։ Սերը ինչ է անում, համբերում է, բարի է, սերը չի նախանձում, սերը չի գոռոզանում, չի հպարտանում, անվայելուչ վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, հեշտությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության համար։ Եվ հենց այս կոնտեքստի մեջ է խոսում, որ այսա է իրական եկեղեցին։ Շատ մարդիկ այս համարը վերցնում են կնոջ ու ամուսնու վերաբերյալ են խոսում, բայց այստեղ խոսում է ինքը ընդհանուր եկեղեցու մասին, ճշմարիտ եկեղեցու, որը իրապես միաբան է եւ սիրում է իրար, եւ իրապես ոնց է հոգ տանում մեկը մյուսի հանդեպ։ Բայց սա, գիտեք, չի խոսում, նայեք, մենք շատ հավատացյալների կտեսնենք, հա, շակերտներով, մենք կարող ենք լավ վերաբերմունքը ցույց տալ, մենք կարող ենք, այո, այդպես էլ վարվել, բայց ի վերջո բացահայտվի, որ ինչ-որ մի շահագործող անձնավորություն է, որ անընդհատ քեզ շահագործում է, անընդհատ ինքը, գիտես, դու իա մեջ հոգևոր բան չես տեսնում, դու էլ ես հարց տալ, լավ, այս մարդ ինչ գործ ունի եկեղեցում։ Հոգևոր մարդը մենք բազմիցս քննել ենք, երևում է իր անձնական սրբությամբ, իր ուսումնասիրությամբ, սիրում է Աստծո խոսքը, որովհետև այսօր մարդիկ կան, իրենց հոգին մեռած, Աստծո խոսքով չի կերակրվում, բայց չգիտես, էլ եմ ասում, ինչու են եկեղեցում, լավ, ասում ես տկար է, թույլ է, ինչ-որ տարիներով հոգ է ստանում, բայց տեսնում ես ի վերջո այս մարդու պավազքը չի տանում հոգևոր կյանքին։ Այդ դեպքերում պետք չի, հա, բան անել, քարկոծել այն մարդկանց, միաբանություն չունեն, նորմալ շփում չունեն, եւ խոսում ես միայն իրաց առօրյա կյանքից են խոսում, հոգեվոր ոչ մի բանից չեն խոսում։ Այսպիսի մարդկանց հանդեպ, երբ որ ինչ-որ քո վերաբերմունքը փոխվում է, այդ ժամանակ պետք չի արդեն մեղադրել տվյալ անձին, որովհետեւ քո մեջ չտեսավ հոգեվոր կյանք։ Այսպիսի մարդկանց հաճախ կհանդիպենք։ Ուրեմն, միայն այն մարդիկ, ովքեր Քրիստոսի մարմին են եւ անհատապես անդամներ, կարող են սիրել եւ միավորվել այս կերպ։ Եվ միայն Քրիստոսի սերը կարող է մեզ տանել նման սիրո։
Պողոսը հիշեցրեց Կորինթացի հավատացյալներին, որ անհատապես եւ միասին իրենք Քրիստոսի մարմինն էին, եկեղեցին, որի համար նա մահացավ։ Մենք արդեն ունեցել ենք այդ քարոզը։ Նրանք մեկ էին նրա մեջ եւ պետք է մեկ լինեն միմյանց մեջ։ Ինչքան որ Քրիստոսն է մեր մեջ, մենք էլ Քրիստոսի մեջ ինչքանով մեկ է, չէ՞ եկեղեցին, այդպես էլ ես եւ դու եկեղեցին այդպես էլ պետք է մեկ լինի միմյանց մեջ։ Նրանք ոչ մի պարգևի պակաս չունեին։ Առաջի գլուխ 7 համարում տեսնում ենք Պողոսն ասում է, որ դուք պարգևների պակաս չունեք։ Նրանք ունեին բացարձակապես ամեն ինչ, ինչ անհրաժեշտ էր Տիրոջը ներկայացնելու եւ նրան ծառայելու համար։ Որպես տեղական եկեղեցի նրանք Քրիստոսի մարմին էին մանրանկարչությամբ։ Քրիստոսը այդպես նկարչություն էր արել իրենց հետ, աշխատել էր, ներկայացնելով Քրիստոսին ամբողջ Կորինթոսին։ Նրանք կարող են ունեին ամբողջ պարգևները, բայց ինչպես գիտենք Կորինթացիները ամեն ինչը աղավաղում էին։ Եվ Պողոսի խոսքերում ոչ մի տեղ գրեթե մենք չենք տեսնում, որ Պողոսը առանց հանդիմանության խոսա, առանց սխալները շտկելու խոսա։ Յուրաքանչյուր տեղական եկեղեցի հագեցած է, լցված է Տիրոջը ծառայելու համար, ունի այդ բոլոր պարգևները, օժտությունը, եւ յուրաքանչյուր հավատացյալ ունի ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է նրան ծառայելու համար։ Եթե կա մի բան, որը մեզ պակասում է, խանգարում է, դա նրա արդեն իսկ տրված ամեն ինչի գիտակցումն է։ Արդյոք ես գիտակցում եմ ինչ է ինձ տվել եւ նրա պարգևներն օգտագործելու պատասխանատվությունն է։ Այդ ինչ է մեզ պակասում։ Եկեք նայենք երկու գործնական քայլեր եւ ավարտվենք։ Գիտեք, երբեք Պողոսը Տիմոթեոսին ասում էր, ճիշտ է, սարկավակ հոգևոր հովիվ ձեռնադրելու համար, ասում էր մի շտապիր ձեռք դնել։ Հիմա մենք երբ որ մարդուն տեսնում ենք տկար, պետք չէ շտապենք արդեն որոշումներ կայացնել, որտեղ մենք չգիտենք ինչ ծառայության մեջ է։ Իր ծառայության ընթացքը միանգամից ցույց կտա իր հոգևոր կյանքը, ցույց կտա նրա փափագը խոսքի հանդեպ, ցույց կտա նրա վերաբերմունքը հավատացյալների հանդեպ, ինչ վերաբերմունք ունի։ Միայն են ժպիտով Տեր օրհնի փառքեզ, մենք այդ ձևի բաներին չենք նայում, հա, այլ իրապես դու կտեսնես, դու ունես հոգին, Աստծո հոգին ունես, ճիշտը սխալը տարբերելու համար։ Պարզապես այս հարցում պետք չի, որ մենք շատ արագ որոշումներ կայացնենք։ Այո, իսկ երբ որ գալիս է արդեն պահը, երբ որ մենք որոշում ենք, որ գիտես ինչ, այս մարդը ինչ որ մի բան այն չի, դու արդեն տեսնում ես, մեկ-երկու անգամ հանդիմանում ես, խոսում ես, բայց երբ որ դու տեսնում ես արդեն այս մարդը նույն վարքի մեջ է մնում, դեռ ինքը կարելի ասել դեռ Քրիստոսին չի ճանաչում եւ նրա խոսքը։ Դրա համար պետք չէ ուղակի որոշումները, հա, շատ շուտ կայացնենք, որտեվ մենք կարող ենք գայթակղություն լինել, ինչպես Մատթեոս ավետարանում Տերն զգուշացնում է, որ վայ նրանց, որ այս փոքրիկներից մեկին գայթակղություն լինի։ Այդ փոքրիկները չի խոսում մանուկների մասին, հավատքի մեջ փոքրիկներին, մարդիկ, ովքեր հավատքի մեջ են փոքրիկ, մեկը կարող է նոր ձևավորվել, այսինքն դեռ մարդը նոր է եկել եկեղեցի, այդ ով է ասում, որ պիտի 1-2 ամսվա մեջ ինչ որ մենք իրանից մեծ սպասելիքներ ունենանք, այդպես չի, դրա համար ճիշտ որոշումներ պետք է կայացնենք, եւ երկրորդը պետք է իմանանք մի կարևոր բան, հա, 3 սկզբունք նայենք, լավ, այն ուժեղները, ովքեր որ տեսնում են, որ դիմացինը թույլ է ու ինքն իրեն ուժեղ է համարում, ուրեմն թող իր կարողությունը օգտագործի դիմացինին ամրապնդելու համար, դիմացինին ավելի զորացնելու համար, դիմացինին օգնելու առաջ եթալու համար, պարգևները բացահայտելու համար եւ նույնպես էլ այն տկարը, ով որ զգում է, որ ինքը տկար է, թող հպարտություն չանի, թող ինքը իրանով մենակ փակված չմնա, այլ երբ որ տեսնում է դիմացինը, գիտես, զորավոր է, խոսքի մեջ վարժ է, հավատքի մեջ ամուր է եւ այլ թող իրենից խորհուրդներ հարցնի, հայտնի իրեն, հայտնի իր տկարությունը, որտեղ այսօր գիտեք,
Ես իմ անձնական փորձից գիտեմ, շատ մարդիկ իրենց տկարությունից այդպես էլ չեն խոսում իրենց ներքին խնդիրների մասից։ Հետևաբար ես ինչով կարող եմ օգնել։ Ես կարող եմ ասել, կա խնդիր, բայց հաճախ լինում է, որ ասում են, չէ, ամեն ինչ նորմալ է, բայց նայում ես, տեսնում ես, որ անգամ ինքը չի կարող հոգևոր վերլուծություն անի եւ ասի, գիտես, եղբայր, այս հարցի մեջ ես շատ տկար եմ, կամ այս խնդիրներն եմ տեսնում իմ մեջ։ Դրա համար սա խորհուրդ է տրվում յուրաքանչյուրին, եթե մի մարմնի անդամներից մեկը, որը որ տկար է, ուրեմն նա կարիք ունի հոգևոր հասուն մեկի, որից որ կարող է անընդհատ խորհուրդներ հարցնել, անընդհատ կարող է առաջնորդվել եւ այլ, որը որ հենց սա է կոչվում իրական Քրիստոսի մարմինը։ Բայց եթե ուժեղը իր հերթին չի ուզում օգնի տկարին, տկարը չի ուզում օգտվի արդեն ուժեղի, ինչ որ հնարավորություններից, պարգևներից, դա արդեն բերում է մասնատություն։ Եվ հաճախ կհանդիպես ժողովրդի մեջ, որ հոգևորների հետ կներեք արտահայտության համար կիսատ պռատ են շփվում։ Եվ դա գալիս է հենց այսպիսի մանրուքներից։ Տերը օրհնի իր խոսքը ձեզ բոլորիդ, եկեք աղոթքով ավարտենք։